Վեճեր մասին է, որ այս խորհրդանում իրական ռեժիմում, եթե ֆորս մաժորներ չլինեն, մենք իմպիչմենտի գործընթաց չենք տեսնի։ Դե ակնհայտորեն այդ խորհրդարանական ընդդիմությունը պիտի ամբողջությամբ համախմբված լիներ, նույնիսկ այդ պարագայում շատ վիճահարույց էր իմպիչմենտի գործընթացը, եթե չկա փողոց, եթե չկա քաղաքական այլընտրանքային ծրագիր։ Եվ այս առումով այդ հակադրությունը հենց այն մասին է, որ իմպիչմենտի գործընթացի հեռանկարը գրեթե թաղվում է մշուշում։ Ընդհանրապես մեզանում քաղաքական դաշտում մի քիչ սխալ պատկերացումներ կա քաղաքական մոդելավորման մասին։ Իմպիչմենտ Հայաստանի տիպի երկրներում հնարավոր է, եթե կա ակտիվ փողոց, որը ճաքեր է առաջացնում իշխանության ներսում։ Եթե այդ ակտիվ փողոցը չկա, դժվար է պատկերացնել, որ իշխանությունը, որը բուրգի սկզբունքով է գործում, ուղղահայաց բուրգի, ներսում ճաքեր կունենա։ Կներես ընդհատում Սեն ասած դվարցովը պերևարոտներ են դրել։ Նույն դա իմպիչմենտի հետ կապ չունի։ Ակտիվ փողոցի համար էլ պետքա քաղաքական այլընտրանքային ծրագիր։ Այսինքն դու պիտի հասարակությանը ոչ միայն կարողանաս փողոցներում հավաքել, այլ պահել։ Պահելու համար ուրա հայրենասիրական ճառերը, կարգախոսները, անիրական խոստումները լավ ճանապարհ չեն։ Դու պիտի կարողանաս շատ իրական ծրագիր ներկայացնես, շատ ավելի կոնկրետ վաղվա Հայաստանի տեսլական է, որպեսզի կարողանաս հասարակությանը մոբիլիզացնես։ Հակառակ բaragայում օրինակ Բագրատ Սրբազանի շարժումը կհաջողեր։ Բայց մենք չկար հենց այդ ծրագիրը։ Կար փողոց ակտիվ, բայց չկար այդ ծրագիրը եւ աստիճանաբար շարժումը գնաց մարման։ Հիմա այս բաղադրիչը քանի որ պակաս է, սա բերեց նաեւ խորհրդարանական խմբակցությունների այս վեճին եւ իմպիչմենտի հնարավորությունը ըստ էության փոշիացավ։